Բարի լույս ժողովուրդ ջան, ոնց եք, երեք եֆիր չեմ մտե, կարոտել եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ուրեմն այս ընդդիմությունը դե 8 տարի է վարկաբեկում է մեր երկիրը, ուրեմն Այս վերջի մի տարին, այս ընդհանրապես, ես ընդդիմության ոչ մեկի, չկա մեկը, որ ասենք այս մեկը մեր երկիրը ներկայացրած էլի որպես լավ երկիր, աշխարհի համար պիտանի երկիր, տուրիզմի համար պիտանի երկիր, որ մեկը ասի լավն է մեր երկիրը, մենք գալու ենք, ավելի ենք լավնացնելու, ոչ, բոլորը, ասենց վարկաբեկում են, ամեն ինչը, նույնիսկ ասվալտն են վարկաբեկում, նույնիսկ դպրոց, մանկապարտեզն են վարկաբեկում, ամեն ինչը կանգնած է, ինչը շարժվում է, ամեն ինչը վարկաբեկում են, լավ, եթե դուք ասում եք մենք գալիս ենք, մեկն ասում է ուժեղ Հայաստան, մեկը գյուղացիների համար սենց, մեկը նենց, դուք այդ ձև վարկաբեկելով, որտե եք հասնելու, այդ ոնց եք այդ երկիրը դուք ուժեղացնելու, կամ ինչ, որ դուք միայն այդ գիտեք, ուրիշ ոչ մի բան, եթե օրինակ մեկ տարի է, ամենաուժեղից խոսանք, որ ամենաուժեղն է, ուժեղ Հայաստանը, մեկ տարում ցույց տվեք մի բան, որ դուք աշխարհին ցույց եք տվել, որ Հայաստանը շատ լավ պետություն է, որ ամբողջ աշխարհը կարա գա այստեղ տուրիստ, կարա գա այստեղ մի ինչ-որ բան, մեկ տարի է ուղիղ, վարկաբեկելուց բացի ուրիշ ինչ է կարել, այս երկրի համար, ցույց տվեք էլի, ասեք այս մի բանը մենք չգովացել ենք, բանակը վարկաբեկեցիք, այն բանակում, որ կառույցներ է գնում, դուք այնքան արիք, որ այս իշխանությունը ստիպված շատ գաղտնիքներ թշնամու համար հանեց ցույց տվավ, որ այ մարդ մենք չենք գողացել էլի, մենք երկիր ենք սարքում, մենք բանակ ենք սարքում, ստիպված իշխանությունը ամեն ինչը սկսում է ցույց տալը, լավն է, թե վատն է այս իշխանությունը, հարցը դրա մասին չի, դուք երկիրը վարկաբեկում եք ամեն ինչը, մի հատ բնակավար չկա, մեր ծիրանը ինքներդ, հասկանում եք, մի հատ բան ասեք, որ ասեք, այս բանը թեկուզ այս իշխանությունների ժամանակ մեր երկիրը առաջ կապս նորից կտրվում է, չկա ժողովուրդ ջան, ոչ մեկը ոչ մի բան չի արել, ժողովուրդ ջան, մի կերպ յոլա գնացեք միջև հուլիսի 4-ին ես ամեն ինչը կավարտվի, մենք արդեն դրանց դեմքը տեսանք, թող իրանց ընտրողներն էլ տենան, որ սրանք սաղ սուտ էին, սրանք ամեն ինչը այսենց գյուղական լեզվով ասած փողի ռեխը տալով ուզում էին իշխանության գան ու Հայաստանը գնա, Արտոսկի գուբերնիա էլ չէր կարա դառնա, ոչ մի բան էլ չէր կարա դառնա, Ժիրենովսկի ասածներ դառնալու, պոլիգոներ դառնալու ու վсё, ուրիշ ոչ մի բան, այդ էր դառնալու, Փառք Աստծո, մեր ազգի մեջ դեռ լիքը նվիրված մարդիկ, որ Հայաստանի համար վիզ դրած, ամեն ինչ իրականում անում են, էլի, ամեն ինչ իրականում անում են, ժողովուրդ ջան, ես մի հատ բան էլ եմ ասում, ես հեռախոսների համար ես իմեյլը ինչա, որ ասում է, ուզում են գրանցեն, բան, ջհանդամը չգրանցեն, ուղղակի մչին դրա մեջ ես տեսնում եմ մի երկու բան, խոսքի օրինակ, նենց թե նենց այդ հեռախոսները, որ մենք առնում ենք գրանցվում է,
գրանցումը։ Հիմա այդ գրանցումը ոնց որ պետական մակարդակ է ստանալու, որ պետությունը կոնտրոլիրովա տալի, ասենք հերախոսի բաներն էին կոնտրոլիրովա տանում, երբ որ ասենք ինչ որ մեկի հերախոս կորում էր բաներ անում, չերես այդ հերախոսի կամպանիա բան էին անում, մի խոսքով ճարում էին, հիմի պետությանը դոստուպ ունենալու եւ վերջ ուրիշ ոչ մի բան։ Ըստ մի քանի բան կա, որ այդ մի քանի բաները պետությունը կարա ձևաչափերը փոխի։ Խոսքի ասենք դա ոնց է, եթե ասենք Հայաստան տուրիստ է գալի, ինչ որ մի մարդ, նո ասենք նույնիսկ տուրիստ չի։ Հայաստանի քաղաքացի է, ասենք օտար երկրում ապրող գալիս է Հայաստան, 3 ամիս մնում է, չէ, ասենք։ Հեռախոսը պետք է տանի գրանցի։ Սովորական տանում է հեռախոսը գրանցում է, որ թե չէ մի ամսից հետո կարող է բլոկ արվի, անջատվի ուղղակի։ Այդ շեմը կարան այդ մի ամիսը սարքեն 6 ամիս, ասենք, խոսքի օրինակ։ Տես բաներ, թե չէ նենց ուրիշ ոչ մեկը ձեր մեր հեռախոսները սեստեն հենց խանութից առնում ենք, դուս գալի հելա չմիացրած, բան չարած, արդեն մեզ տենում են։ Դա 30 տարի առաջ ենք իմացել, միշտ էլ իմացել ենք։ Հենց հեռախոսը եղել է նույնիսկ են պուճուրեն կնոպշնի բան հեռախոսները արդեն այն ժամանակ դեր արդեն բոլորը իմացել են, որ մեզ լսում են, նույնիսկ անջատած, նույնիսկ բատարեկե քահանած ժամանակ մեզ լսում են, մեզ տենում են։ Դա պրոբլեմ չի, դա ամբողջ աշխարհում է այդպես։ Ուղղակի դες մի քանի հատ բաներ կա, մեջը որ այդ բաները պետքա մի քիչ ասենք ժամկետը երկարացնեն, ասենք հիմա օրենքով այդ որ երկրներում էդի կա, Ռուսաստանն էլա ուզում էդի միացնի բան, թեկուզ, դա նոր չի միացրած, դա ես ասում եմ, հենց հեռախոսը եղել է այն ժամանակից էլ միշտ էլ կա։ Ուղղակի հիմի պետական կոնտրոլի տակ են դնում եւ վերջ։ Այն ժամանակ պետք է գնային այդ հեռախոսի կամպանիաները, ասենք, սլեդովացելը բանը, հիմա ծրագրամի մեջ ընդ իր կաբինետից մտնելու ատենա է վերջ, ոչ միտեղ չի գնալու։ Ուրիշ ոչ մի բան չկա, ոչ մեկին հետաքրքիր չի լինելու ձեր հեռախոսները, ումը պետքա նրանը միացնում լսում են։ Իբր թե այսքան փողերը բաժանեցին չէին լսում, այդ օրենքը որ չկար։ Մի խոսքով դա բան չի, դա էլ է էլի պետությանը բանանելու, դե հիմա թե Հայաստանը ինչի համար է միացնում չգիտեմ, կարող է SNG-ի մեջ շատ դրանց պարտադրում են, որ սաղն էլ միանան, կարող է վաղը SNG-ում չլինի, SNG-ում չլինի բանանին ղեկավարները ասեն, վсё, այս բանը վերացնում ենք, դա սուտ բաներ է ժողովուրդ ջան, դրա համար կարող է չմտածեք էլ, միայն մեր այդ բայց այս ընտրությունները մի անգամ էլ մեր ժողովրդին ապացուցեցին, որ այս ժողովուրդը նես չի, որ ասենք 2018 թվականից հետո ամեն ինչը վերացավ, էլ չի ծախվի, էլ փող չի վերցնի, էլ էս մի բանը չի անի, սրանք այս մեծահարուստները ուղղակի այս ժողովրդին ապացուցեցին, որ մենք ցանկացած ժամանակ ձեզ կառնենք, չեք առնվում 5000 դրամով, կառնենք 100,000 դրամով, դուք կառնվեք, դուք կվաճառվեք, ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեզ ասեմ, մի վաճառվեք էլի, вообще ոչ մի գնով, ես մի անգամ ասել եմ, դուք անգին եք, անգին, հասկանում եք, ձեր գինը ոչ մեկը պետքա չկարողանա տա, դու հասկանում եք, մի վաճառվեք, Արա գնացեք էլի, գնացեք ուզում եք Ծառուկյանին ընտրեք, Նարեկ Կարապետյանին ընտրեք, Նիկոլին ընտրեք, ում ուզում եք ընտրեք, միայն մի վաճառվեք, ժողովուրդ ջան։ Ես մի անգամ ասել եմ, կրկնում եմ, վաճառվող մարդը դա նույն են, բաննա էլի են, կեղտոտ կին է էլի, չեմ ուզում էլի են բարերն ասեմ, մարդիկ կա իմ խոսքերից նեղանում են, որ ես վատ խոսք եմ ասում, նեղանում են էլի, հասկանում եք չի կարելի, ժողովուրդ ջան, մի վաճառվեք, ոչ մի գնով, մեկա դա ասենք այդ 100, 200, նույնիսկ 1 միլիոն դրամ տան, ասենք, ինչ այդ 1 միլիոն դրամը ինչ է դառնում, ոչ մի բան էլ չի դառնում, տարար, ասենք թե մի 2-3 ամիս ծախսեցիր, այդ 1 միլիոն դրամը, կամանց, հետո Նա 5 տարի քո երգիրը թալանելու է, դու այդ 1 միլիոն դրամը մի ամսը, 2 ամսը մուտելու ես ու վերջացավ, խոսքի օրինակ, այդքան քեզ չեն տա, ես ուղղակի ինձ օրինակի համար եմ ասում,
Ուղղակի ապացուցեցին, որ վաճառվող մարդը, էլի վաճառվում է։ 5000 էր, 5000-ով չես ուզում, 10-ով կառնենք, 20-ով կառնենք, 30-ով, 50-ով, 100-ով, բայց այնպես կանենք, որ կվաճառվես։ Ու արին։ Ապացուցեցին, որ սրանք, ես ասում եմ, եկել են վարկաբեկելու մեր պետությանը, մեր ժողովրդին, միայն վարկաբեկելու համար են եկել։ Ամեն ինչին, այսինքն ժողովրդին, երեխանցը, դպրոցականներին, մանկապարտեզ գնացող երեխանցը, բոլորին վարկաբեկեցին, բոլորին։ Ուրիշ ոչ մի բան չարին, ժողովուրդ ջան, ոչ մի բան։ Հիմա առավոտից իրիկու խոսում են, մանդատները վերցնենք, թե չվերցնենք, վերցնենք, թե չվերցնենք։ Դու ուզմա վերցնեք, ուզմա չվերցնեք, ձեզ նույնիսկ են ով որ ձեզնից 100-150 հազար վերցրելա ձեզնից, չէ, նա մեկա ձեզ քաքի տեղ չի դնելու։ Նա մենակ սպասելու է, որ դուք երբեք նորից այս իշխանությունից բողոքներ անելու, որ ճանապարհներին ասելու են, այսի չեն միտինգ անում, գանա մեկից մի 10-20 հազար դրամ տան, այդ վարկաբեկված մարդիկ։ Դուք նրանց կարողացաք վարկաբեկեք։ Կարողացաք։ Էտա։ Թե չէ ուրիշ ոչ մի բան։ Պետության համար ոչ մի լավ բան չեք արել, ոչ մի, ու չեք էլ պատրաստվում անեք, պետության համար ով որ պատրաստվում է լավ բան անի, նա չի գա պետությանը վարկաբեկի, նա կգա ասի, մեր պետությունը այսօրվա դրությամբ, այս մակարդակի է, վատ չի, լավ է, եթե այդպես մի կուսակցություն ուներ, նա շեմը կանցներ, նույնիսկ են հասարակ կուսակցությունները, ասեր մենք գալու ենք, աշխատելու ենք գիշեր-ցերեկ, որ ավելի լավ էլի ժողովուրդ ջան ձեզ համար։ Տենց ասող կուսակցություն կա, դա իշխանական կուսակցությունն է, որովհետև իրանք են այդ ամեն ինչը կառուցել։ Ու շարունակում են, որ ավելի լավ է լինելու։ Գնալով ավելի լավ լինելու։ Բայց չկար, տենց մի հատ ընդդիմության ամբողջ, որ ընդդիմություն են իրանց համարում, դրանց մեջ մի հատ չկար, որ Հայաստանից մի հատ, գոնե մի հատ լավ բան մեր երկրում չկա, գոնե ասեր, այս ինչ լավն է, մեր առողջապահության հարց լուծվեց ինչ-որ, մի լավ բան ասեին, էլի, ճանապարհներ են կառուցվում, Սյունիքում են ինչ թունելներ, ինչ կամուրջներ են կառուցում, գոնե մի լավ բան ասեին այդ երկրից, ոչ, որտեղ գնացին այդտեղ պախարակեցին, թեքեցին այդ հողի վրա, այդ քարի վրա, միայն դրանով էին զբաղված, շուրջ ես 1 տարին, հասկանում եք, դրա համար էլ Եթե Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը այսի մասած ձևով սկսեին, չէ, հնարավոր այև արդյունքի հասնեին, բայց նրանք եկան ամենավատերից ամենավատ ձևով, ամենավատերից, նույնիսկ Քոչարյանը, իրականում եմ ասում, ժողովուրդ ջան, ես հետևել եմ էլի ամեն ինչին, նույնիսկ Քոչարյանը ամեն ինչ կուլտուրական էր անում, Դե երևի արդեն նա երկրի ղեկավար բան եղել է, նա ամեն բան չէր ասում։ Նա ասենք միայն վերջում ավելացրել էր մի քիչ ժողովրդի հետ շփվելու բան, ասենք Նիկոլնա հանակներով բանով խոսում ինքն էլ էր սկսել, տենց ուզում էր նրա նման մի քիչ իրան բան անել, էլի ժողովրդի կողմից մի քիչ մոտը գոնե մի քիչ սեր առաջանա։ Մի քիչ ստից սեր առաջանա գոնե, Քոչարյանը տենց բաներ արավ, տենց դերասանություններ արավ, հիշում եք, չէ, սկսել էր դերասանություններ անել, ինչ-որ մարդկանց էլ ինչ-որ խավի, նման բաները դուրել է գալի, թեկուզ Սամվելը իրանից ես ոնց սկզբից ասել էի, իրա Քոչարյանի 12% ձայները Սամվելը տարավ, որտեղ էլի իրանց մեջ է էլի նրանք մի մարդ են, նրանք սաղ կոչում են Ռուսո տուրիստո, նրանք մի մարդ են, ժողովուրդ ջան, այդ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվելյանը, դրանք սաղ մի մարդ են, մի խոսքով, սենց բան ես ժողովուրդ ջան, միջև ամսի 4-ը համբերում ենք, ամսի 4-ից սկսում ենք մեր երկրի կառույց, ես էլ դե մի քանի օրից կլինեմ Իջևան,
կալնի վաղը կամ մյուս օրը դուրս եմ գալու։ Դե եթե հանկարծ ինձ էլ չբռնեն են սոխին բռնեցին տեսակ։ Ես բաներ չեմ ասում, գործ չունեմ, խայտարակ չլենք։ Դե ինչ կլնի, թույլ կտան, թույլ չեն տալ, ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Լավ կլնի ամեն ինչ իմ կարծիքով։ Ես այնպես բաներ չեմ ասել, որ ասենք ինձ բան անեն, բայց Վարաղից ասում են, ես իմ ասում են հնարավոր ամեն ինչ էլ գաղտնի ցուցակներ նրանք էլ ունեն։ Ինչ ուզում լինի, մեր երկիրը, մեր Հայաստանը լավ լինի։ Մնացած սաղ սուտ է։ Սաղ մեր հայրենիքի համար լավ լինի ամեն ինչը։ Տես բաներ ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ դեր ցավը տանեմ։ Առավոտը բարի է, լավ արև եղանակ է, երեք լավ անձրև եկավ, ջրեց ստեր ամեն ինչը։ Առավոտը բարի է, բարի լինի, միջև իրիգու բարի լինի։ Բոլորիդ համար, բոլորիդ առողջություն եմ ցանկանում։ Հայաստանին էլ բարօրություն, խաղաղություն բոլորին, ժողովուրդ ջան։ Մինչ երեկո։